Մարտին, ինչ կա, ինչ նորություն կա։ Հրաչ նորություն կա, ոչ թե այնքան ինքը նորություն է, այլ շատ հայտնի մարդու տեսակետ։ Ասել է թե այդ հայտնի մարդը Ջեյմս Կեմերոնն է։ Ջեյմս Կեմերոնն ասել է, որ իր կարծիքով, իսկ իր կարծիքի հետ հաշվի չնստելը մի քիչ չգիտեմ, ասել է, որ Netflix-ի ֆիլմերը չպետք է qualify լինեն, որակավորվեն Օսկարի համար, քանի որ իրանք կինոթատրոնային ռիլիզներ չեն ստանում։ Ինքը ասել է, որ գտնում է, որ կակ մինիմում 1 ամիս այն ֆիլմերը, որոնք պետք է Օսկարի նոմինանտ լինեն, ոչ պակաս քան 2000 կինոթատրոններում պետք է գնան։ Հետաքրքիր միտք է, հետաքրքիր լուծում էլ է, ասեմ։ Դե հասկանում Բայց եմ։ արդյոք մոտս հարց արդյոք նոր առաջացավ իրական այս նորությունները միջև այդ ոնց որ քննարկել էինք երկու բառով ինչ խոսով, բայց այս միտքը նոր առաջացա։ Իսկ ինչա Օսկարը։ Դա մրցանակա ֆիլմի ու ստեղծագործության համար, եթե հա ինչ կապ ունի, ինչ հարթակում այդ ստեղծագործությունը դուրս եկել, եթե չէ ու կոմերցիոն բան է, ինչին ես ավելի շատ եմ հակված այդ դեպքում գուցեև իմաստ կա ինչ որ restriction-ներ մտցնել, բայց ինձ թվում է զուտ կոնկուրենցիայի պահն է, Ջեյմս Կեմերոնը չի գնալու երբեք Netflix-ի կամ Amazon Prime-ի համար կինո նկարի, ինքը կինոթատրոնի համար է նկարում ու ասում է ինչ մի հետս կոնկուրենցիա են մտնում սթրիմինգ պլատֆորմաները էլի իմ կարծիքով։ Ես միշտ վստահ եմ եղել, որ նման մարդիկ, այս տեսակի Սպիլբերգն էլ եւ այլն, ովքեր որ sense մտքեր են արտահայտում, դա չի կարող չունենալ ինչ որ այլ ենթատեքստ։ Հետևաբար քո ասացին sense համաձայնվելու հակում ունեմ, այսպես ասած, որովհետեւ հա, այս մարդիկ երբ որ հիմա պատահական որ Իլոն Մասկին ինչ որ միտք ասի, պաշ չի որ ինչ որ ֆինանսական բան ասի, նույնն էլ Ջեյմս Կեմերոնն է, նույնն էլ Սպիլբերգն է եւ այլն, հաստատ ինքը ինչ որ բան է մտածել, ասել է մի վարքյան, էս ոնց եղավ, նու իրականում theatrical release-ը լավ է ֆիլմի համար։ Չէ, միանշանակ ես շատ եմ սիրում կինոթատրոնում նայել, ես այդքան չեմ սիրում տանը տելևիզորի դիմաց նայել, հա, բայց տես հիմա երեք եմ նորություն տեսել, որ Ֆրանկենշտեյնը ամեն դեպքում կինոթատրոններում էլի ցույց են տալու։ Պատկերաս, այսինքն Գիլերմո դել Տորոն էլ բան արել, որ պետքա все-таки կինոթատրոնում ցույց տան։ Հա, դա շատ լավ է, իրականում հա թվում է թե միշտ ինչ որ ֆիլմ ենք նայում, ասում ենք все-таки կինոթատրոնում էր պետք նայել, էլի, այտենց միտք է, չէ՞ գալիս միշտ։ Հա, հա, եթե մենակ դրա համար է, ասե Ջեյմս Կեմերոնը, իհարկե ողջունում ենք, բայց թվում է թե այստեղ ինչ որ ամենայն հավանականությամբ ինչ որ բան մտածում։ Հա, այտենց ֆիլմեր Դա օրինակ չգիտեմ, նույն Interstellar-ը հիմա կարող է hate անեք, այտենց երևելի ֆիլմ չի, բայց երբ դու գնում ես իրեն կինոթատրոնում ես նայում ու ընդունում ես ամբողջ իր քնսում ես անում ոնց որ իր ամբողջ էությունը, բոլոր մանրուքներով, ձայնով, մեծ էկրանով եւ այլն, արդեն դուրդ գալիս է ու լրիվ ուրիշ ստեղծագործություն ես։ Շատ երևելի ֆիլմ է, միակը, չէ, երկուսից մեկը Նոլանի ֆիլմերից, դե էդ էլ ասում է հետո կքննարկենք։ Հա, կարող է քննարկենք։ Չէ, դե իմ համար էլ է երևելի, բայց ոնց որ եթե նայում ես 4-ով առանց իր ամբողջ մասշտաբայնության, դե կքննարկենք, հա։ Շատ լավ հարց է իրականում, որ հարցերն են վատը, որ մենք միշտ լավ հարցեր ենք բարձրացնում։ Ապա ես ուզում եի կինո աշխարհից նոր նորություն ասել, որը շատերի դուրը կգա ինձ թվում է, դա այն է, որ դուրս է գալիս rush hour կամ չասպիկ, ինչ թեժ ժամը ֆիլմի 4-րդ մասը ու իրենց դերերին են վերադառնալու Քրիս Տակերն ու Ջեքի Չանը, իսկ ռեժիսորը լինելու է նույն ռեժիսորը, որը նախորդ բոլոր թվում է թե բոլոր մասերը, չէ՞, նկարա նախորդ բոլոր մասերի ռեժիսոր Բրեդ Ռեթները Այդպես ու այս ընթացքում նաև մի քիչ փորեցի, տեսա որ Բրեդ Ռեթները մի հանքի ուրիշ ֆիլմեր էլ ունի, չգիտեմ Red Dragon-ը 21-ը, որը ես շատ եմ սիրում, ես սիրում եմ տենց բան էլի տրուկեր տրիլերներ եւ այլն ու նաև պարզեցինք որ Prison Break-ի ռեժիսորներից մեկն է հայտնի սերիալի, որը դաժե մեկ նորությունից մեկում քննարկել ենք, որ reboot են անում կարծեն, հա։ Ինչ կարծիք ունես։ Հա, Բրեդ Ռեթները ինքը իրականում տենց ստուդիայինի լավ ռեժիսոր է, այն որ երբեք ոչ Օսկարի նոմ ալինում, ոչ մի բան, բայց ինքը լիքը սենց շատերի կողմից սիրված տենց ֆիլմեր ունի նկարած։
շատ հաճելի է իմ համար, որ Ջեկի Չանն ու Քրիս Տակերը վերադառնում են։ Ես մի հատ վիդեո եմ տեսել, չգիտեմ, S արդիվա թե չէ, որ բեմում պատահական ինտերվյու է տալիս Ջեկի Չանը, ասում են, ահա եւ Քրիս Տակերը էսի գժվում, հելնում, գրկվում են իրար, բայց չգիտեմ S արդիվա թե չէ։ Դե Քրիս Տակերը մեր ընկերն է, ասենց պիատի էլեմենտում իրան շատ են։ Corbin Dallas։ Corbin Ջեպկա։ Որ ասում եմ։ Ոչ, շատ sense հավես է իմ համար, ես մեծ հաճույքով էլի կնայեմ։ Ինձ թվում է դե առաջինի ժամանակ երևի կինոթատրոնային չեմ եղել, ես չգիտեմ երբ եղել, չեմ գնում կամ մեր մոտ, իսկ երկրորդն ու երրորդը ես պետք է որ կինոթատրոնում նայած լինեմ։ Սաղ տունը Արմենիա TV-ով եմ նայել։ Երրորդը հաստատ նայել եմ կինոթատրոնում, կուրսով ենք գնացել նայ ինչքան հիշում։ Դե հուսանք էլի նույն ատմոսֆերան խնդալու եւ այլնի կլինի Քրիստակերի դեբիլ մտքերով, բաներով, կատակներով you me you։ Եվ ասում անգլերեն չես խոսում, ասում չէ, ասում ես խոսում ես անգլերեն, ասում հա բայց դու երբ ես հարցես անգլերեն խոսում եմ թե չէ, որոշել ես որ չեմ խոսում ու всё։ Բայց գիտես չէ, այդ ընթացքում Ջեկի Չանը իրական համար անգլերեն չգիտի, այդ խոսքերը որ ինքը անգլերեն ասում է, անգիր արած պրոստը զվուկերի արտահանում։ Դե հավես է շատ, դե Ջեկի Չանը։ Դե Ջեկի Չանին սիրում ենք, այո։ Հիմա այս վիճակից գնանք մի քիչ շատ ուրիշ տեսակի վիճակի, Սկարլետ Յոխանսոնը, շատ-շատերի կողմից սիրված Սկարլետ Յոխանսոնը նկարահանվելու է Մայք Ֆլանագանի, ով Dr. Sleep, Life of Chuck անցած տարվա լավ ռեժիսոր է, այս մարդը նկարահանելու է նոր Էկզորցիստ։ Եվ գլխավոր դերում լինելու է Սկարլետ Յոխանսոնը։ Ֆիլմը ասում են, որ լինելու է նույն յունիվերսում, ինչ 1973 թվականի են օրիգինալ Էկզորցիստը, այդ ֆիլմը շատ եմ սիրում, որ իսկական տեղին ինքն է, ինչ պետք է լինի, ատմոսֆերայի եւ այդ ամեն ինչի համար, բայց չի լինելու 23 թվականի Exorcist Believer, то есть հավատացողը դրա սիկվել, այսինքն ենթադրում են, որ լինելու է այդ յունիվերսից այն, բայց այս հետագայում դուրս եկած ֆիլմերի հետ կապ չի ունենալու թվում է թե Սկարլետ Յոխանսոնին խորհրդում տեսել ենք, չենք տեսել ինձ թվում է։ Ջլա թվում չենք տեսել։ Հետաքրքիր կլինի նրան այս տեսակի վիճակում, հա։ Ինչ կինո, ինչ ռեյնջի կինո մասս նկարել սուպերգերոյ կա, այլ նույն Marriage Story-ում, դրամայում, Jojo Rabbit, կերպարի տեսանկյունից լրիվ ուրիշ է, ոչ Marriage Story-ում կլինի։ Հա, թվում է թե իրան sense բան է անում։ Հա, տեսել ենք հորորում, ճիշտ է, Under the Skin-ում։ Էդի մի քիչ ինքն է հորորը այդտեղ, իսկ այս տեսակ չգիտենք։ Հետաքրքիր է։ Էկզորցիստն չեմ տեսել, բայց շատ մեծ կուլտուրալ ֆենոմեն է։ Ասենք եթե ինչ-որ բանը հայտնվում է очень страшное կինոյի ինչ-որ հատվածում, ուրեմն Ամերիկայում այն բանն է, այն պահեն, որ ասում են դնու իվո նաֆիկ ու գնում է։ Հենց որ հա, ինձ թվում է երբ է դուրս գալիս կա ինչ-որ բան։ Չէ, դեռ հա, ուղղակի հայտարարել են, որ լինելու է։ Ոչ մի բան չկա հələ, այսինքն զուտ որոշվել է, որ ինքը նկարահանվելու է Մայք Ֆլանագանի ֆիլմում։ Շատ հետաքրքիր, հա։ Միշտ ասում եմ, հենց ինչ-որ բան ասում շատ հետաքրքիր է։ Դե հետաքրքիր է, բա ինչ է։ Պատկերացնում ես իրան վախենալուց ինչ-որ բան։ Ես ուրիշ բան եմ մտածում, ես պատկերացնում եմ, սաղ մեր նորությունները էսա սպասվում են, սպասվում, ու որ իրանք սկսեն դուրս գալ ու սկսեն գնալ ինչքան sense ինֆորմացիա էլի գլխի մեջ գալի։ Ես հիմա նոր ֆիքսեցի, որ ես երբեք չեմ տեսել, որ Սկարլետ Յոխանսոնը ինչ-որ բանից վախեցած լինի կադրում։ Իրան տեսել ենք Չորնաև դավայդերում, որտեղ ոչ մի բանից չի վախենում։ Լացելուց ենք տեսել Avengers-ում, որ ձևաթափով լացում է կամ դրամաներում, հա։ Ջերեմի Ռենդերի են պահը, որ իր հետ բանն անում է հետի, բայց այս տեսակ, որ ինքը ինչ-որ բանից վախենա, ինչ-որ իր երեխու մեջ սատանա մտած լինի ու ինքը չիմանա ինչ։ Կարող է իր մեջ է մտնում։ Լրիվ ուրիշ ինտերպրետացիա լինի, չէ՞։ Ֆլանագանն ասել է, որ շատ նոր մոտեցում է լինելու։ Հա։ Չի լինելու ձեման։ Չգիտեմ ինչ մոտեցում է լինելու, հետաքրքիր է։ Կամ էքզորցիզմը AI-ով են անելու։ Դե ամենայն հավանականությամբ կամ չէ դե լավ է իմեն նոնց լավ։ Դե հա չէ։ Բանա մեյքափի լավ աշխատանք է, էլի սենց ասած, ես սպասում եմ, մեծ հաճույքով կնայեմ։ Ես էլ կսպասեմ, տեսնենք երբ է գալիս։ Անցնենք մի փոքր տեխնիկական նորությունների։ Դե շատերդ երևի գիտեք, շատերս գիտենք, եղավ տեղի ունեցավ Stranger Things-ի 5-րդ սեզոնի պրեմիերան, շատ սպասված, հայպը շատ բարձր էր դրա շուրջ, բայց ինչպես պարզվեց, Netflix-ի սերվիսները, սերվերները down են եղել, այսինքն չեն աշխատել, հենց պրեմիերայի օրը, երբ բազում, հա, թիվ ճիշտն ասած հստակ թիվ չգտա, եւ բազում user-ներ փորձել են մտնել ու նայել ու իրանք ստացել են ինչ-որ authorization error-ներ եւ այլն, այսինքն ինչ-որ սխալներ, որ
չեն կարողանում ուղղակի նայել այդ ֆիլմը, սերիալը։ Ինչը հետաքրքիր է, որովհետև Մարտինին էի պատմում, ասենք տեխնիկական ինտերվյուներին շատ հաճախ, երբ ինչ-որ սիստեմա են ասում նախագծի, ասում են օրինակ Netflix-ը ոնց է իր սիստեման դասավորում, հիմա կարելի է լինելու ինտերվյուներին ասել, որ հենա տեսանք ոնց է դասավորում չի աշխատում։ Բայց եթե Netflix-ը չի ձգել, երևի ոչ մեկ էլ չէր ձգի։ Իմ համար իրականում շատ զարմանալի էր, որովհետև ես որ տեխնոլոգիաներ եւ բան եմ լսում, իմ համար ոնց որ Netflix-ը դա Netflix-ն է, էլի, գիտեք, որ աշխարհի բոլոր կետերում ինչ որ բաներ ունի եւ այլն, ու որ ինքը crash էր եղել, ես տենց նախ մի հատ ասի ես այս բառը ճիշտ եմ հասկանում, մի հատ բացեմ տենամ ճիշտ եմ հասկացել ինչ որ տեսնում կարծում եմ, պարզվեց ինքը կախել է, այսպես ասած, իմ համար շատ զարմանալի էր, այստեղ մի մոտ սենց այլ տեսակետ եկավ, կարող է Stranger Things ինչ որ Հաճախ PR խոդեր ինչ որ բան արել ու սկսել է ինչ որ կախել Netflix-ը։ Upside down, կստացի Entertainment Weekly-ում հենց այդտենց էր բանը, ստացիայի վերնագիրը մոտ տարպես եմ հիշում Netflix is in upside down ինչ որ sense բաներ գրած ու ես առաջի անգամ որ անցած ուղղակի կողով անցա մտածելով ինչ որ տենց view-երից բաներից է խոսում, բայց պարզվեց լուրջ թեմա էր։ Բայց պատկերացնում ես իրոք տենց արած լինեն, ինչ հետաքրքիր կլինի։ Այսինքն տիպը սկսել են բանել, կախել իրանք անջատ է բան են արել, տիպը այնքան մարդ է մտեն այլու որ տենց կախել է, հետաքրքիր է։ Теоретически հնարավոր է, բայց չգիտեմ, դե PR-ի տեսանկյունից գուցեև գեյմ բան ինչ որ եթե Օսկարի ժամանակ կարան մի ֆիլմին տան վերցնեն մյուսին տան, Netflix-ն է sense բան կարանի, քիչ կարանի։ Ընդ որում հետաքրքիր է նա որ Netflix-ը սրան նախապատրաստվում էր ու ես կարդացի էլի այդ Entertainment Weekly ստատիայում, որ 30%-ով իրանք upscale էին արել, այսինքն կոպիտ ասած սերվերների քանակը 30%-ով բարձրացրել էին, որպեսզի նմանատիպ խնդրից խուսափեն, բայց փաստորեն չի ստացվել։ Եթե Netflix-ի մոտ չի ստացվում sense բաներ, չգիտեմ, ոչ մեկի մոտ էլ չի ստացվի։ Բայց հուսանք, որ բոլորի մոտ ամեն ինչ կստացվի։ Այո, եւ մենք շուտով կնայենք դուրս եկած 4 սերիաները։ Այո։ Այսօր քննարկելու ենք Wicked 2-ը կամ Չարը 2-ը։ Երկու խոսքով ֆիլմը հանդիսանում է նախորդ ֆիլմի անմիջական շարունակությունը, որտեղ որ Էլֆաբան, հա, նախորդ ֆիլմի գլխավոր հերոսուհին դառնում է կամ հայտնի է դառնում որպես արևմուտքի չար վհուկը կամ Wicked Witch of West եւ իրան վտարում են կամ ավելի ճիշտ ինքը գտնվում է վտարման մեջ այդ Օզ աշխարհի անտառներում ու շարունակում է իր պայքարը կենդանիների իրավունքների մասին ու համար, հա, կենդանիների իրավունքների համար, ովքեր զրկվել են իրենց ձայնից, խոսալու բանից եւ դառնում են ավելի շատ դեպի կենդանիներ եւ այդպես բոլոր կերպարները նախորդ ֆիլմից կան, իրենք արդեն նոր դերերում են համեմատացակ աշխարհաքաղաքական տեսանկյունից Գլինդան ում մարմնավորել է Արիանա Գրանդեն արդեն դարձել է public figure, հա, հանրային ինչ-որ կերպար է, ով իր հայտնիությամբ ինչ որ բաներ անում, ինչու անում, կիմանանք քննարկման ընթացքում։ Մինչև Wicked 2-ի ֆիլմի քննարկման անցնելը նախ ասենք թե ովքեր են կանգնած այս ֆիլմի թիկունքում դե ռեժիսորը նույն Ջոն M. Չոնը ով նկարահանել նաև առաջին հատվածը ինքը տենց հայտնի է հիմնականում ռազվլիկատելնի շատ ֆիլմերով Step Up 2, Step Up 3D, G.I. Joe բոլորիս կողմից շատ սիրված Նայուսի մի երկուսը Crazy Rich Asians-ը ինչ որ ես ինչքան հիշում եմ ինքը Golden Globe-ի նոմինանտ էր նաև In the Heights-ը ու տենց ինքը բավականին հայտնի է հոլիվուդյան շրջանակներում, սենց լավ ինձ թվում է ձեռքնել է բացվել ուժը, արդեն հետաքրքիր է իր ֆիլմերը նայելը։ Այստեղ սցենարիստի տեսանկյունից մի քիչ սենց բան կա, controversy կա, որովհետև դա այնտեղ հիմնականում ամեն ինչը Բրոդվեյից է եւ այլն, այնտեղ կերպարները ստեղից են, ընդեղից են միակ մարդով համարվում է այս ֆիլմի սցենարիստ, դա Դենա Ֆոքսն է, ով ուղղակի ինքը սցենար է գրել այս ֆիլմի համար, ինքը հայտնի է մեզ առաջին Wicked-ից ու Cruella-ից։ Cruella-ի սցենարիստն է նաև ինքը, տենց շատ երևելի ինչ որ դեմք չի, բայց ինձ թվում է ճանապարհին է դրա։ Սինեմատոգրաֆերը Էլիս Բրուքսկին, ով նկարահանել է In the Heights-ը, Tick Tick Boom-ը,
Մյուզիկլների վրա մասնագիտացված։ Դրա վրա լավ է բանանում ու Wicked-ը։ Ու ուղղակի այստեղ հիմա գալիս է մի այլ էշելոնի մարդիկ, որտեղ այս ֆիլմի կոմպոզիտորներն են Ջոն Պաուելն ու Ստիվեն Շվարցը, այստեղ արդեն շատ լուրջ է ամեն ինչ կան այնտեղ։ Ջոն Պաուելը Օսկարի նոմինանտ է եղել Wicked-ի համար How to Train Your Dragon-ի համար, իսկ այ Ստիվեն Շվարցը 9-ակի Օսկարի նոմինանտ, երակի Օսկարակիր, ինքը երկի համար Օսկար ստացել Prince of Egypt-ի համար ու 2 Օսկար ստացել Pocahontas-ի համար, մի հատ original score, այնտեղ musical or original musical or comedy score ու լավագույն երգ։ Ինքը այստեղ արդեն շատ այլ տեսակի անձնավորություն է ու նոմինացիաները Enchanted-ի համար 3 նոմինացիա ունի, այն Էմի Ադամսը Զավարաժոնն է, Զաչիրովն է, հա Զավարաժոնի ուշ ֆիլմը 3 նոմինացիա, այնտեղ Notre Dame de Paris այդ Hunchback-ը, մուլտֆիլմը, հա, որտեղ այդ ադապտացիաները տեղել է ինքը գրեմի խոսքով։ Այս ֆիլմի պարագայում 2 երգ գնալու է Օսկարի, մեկը The Girl in the Bubble, որը Ariana Grande-ն որ Գլինդանա ու թվում է թե ֆրոնտրաներ է ու No Place Like Home այդ երգը Պետք չեմ հիշում որ էպիզոդում է այն որ իրար հետ են երգում ինձ թվում է այս երկուսը գնալու են Օսկարի ոնց որ մրցակցության ու The Girl in the Bubble-ը թվում է թե նոմինանտ լինելու է ի վերջո եւ դերասաններին ասեմ ուղակի Սինթիա Էրիվոն խաղում է Էլֆաբային իրան գիտենք շատ այլ ֆիլմերում իդեպ եթե ուզում եք իր performance-ին ավելի մոտիկից ծանոթանալ կարաք նայեք իր Հարի այդ ֆիլմը 19 թվականի ֆիլմը, որտեղ ինքը, որի համար ինքը առաջին անգամ Օսկարի նոմինանտ եղավ, Հարի այդ ֆիլմը, տենց պատմական ֆիլմ է։ Արիանա Գրանդեն խաղում է Գլինդային, Ջեֆ Գոլդբլումը, բոլորիս կողմից շատ սիրված, այս բառը հələ չէի ասել, խաղում է այդ Wizard-ին, fake Wizard-ին։ Օզի, հա։ Միշել Եոն Մադամ Մորիբլին, Մորիբլ, չգիտեմ ճիշտ եմ ասում թե չէ։ Մարիբլ կարծեմ, բայց մի խոսքով Միշել Եոին մենք շատ ենք սիրում այլ ֆիլմերի համար, բայց ինքն իր Օսկարը ստացել է, չքննարկենք այդ հարցը, հա, ես իրան ասենք կրադուշիս է ծիգր զադրուշիս է դրակոն ասենք, մի հրաշք պերսոնաժ, Մումիա 3, ինչի մասին է խոսքը, բայց այդ, в общем, Ջոնաթան Բեյլի, ով խաղում է Ֆիերոյի դերը, իսկ այնտեղ մի դեր էլ է խաղում չենք ասի, որ դերն է դերևս, Ֆիերոն խաղում է այդ դերը, Իթան Սլեյթերը Բոկի դերում եւ Կոլման Դոմինգոն Արուզի դերում վախկոտ։ Շատ հետաքրքիր սաստավ է, ինձ թվում է Օսկարի են նոր նոմինացիան, որ կա քաստինգի, որ քաստինգի նոմինացիա են տալիս, բավականին տեխնացիա է։ Հա, ինքան բան ասացիր, արդեն մոռացա ինչեր էի ուզում ասել։ Հենց քաստի։ Հա, հիշեցի այդ կոմպոզիտորները վերաբերել, հենց սկսեցի ասել կոմպոզիտորները, այս դեմքն է, դեմքն է։ Մտքովս առաջացավ, բա ինչա կոմպոզիտոր պետք, դե գիտենք սա Broadway-ի musical է։ Ну, Broadway-ում բեմադրված, չգիտեմ, իր պիես ինչ որ կա թե չէ, ու երգերը համապատասխանաբար այնտեղից էին, բայց հայևի կոմպոզիտորները եկել են նոր երգեր ստեղծելու համար ու փաստորեն ինչ որ Oscar contender երգեր են ստեղծել։ Համաձայն եմ, cast-ը շատ լավն է, կուզենամ մի քիչ անդրադառնալ Սինթիա Էրիվոյի դերին, որը գիտենք, որ Ariana Grande-ն թվում է թե supporting actress-ի նոմինացիա ստանալու, այսինքն ֆրոնտրաներ է թվում։ Օժանդակող դերասանուհի, բայց տպավորությունն է, որ այս երկրորդ ֆիլմը Ariana Grande-ի մասին է, եթե ինձ թվում է ինչ-որ պահի ինտերնետում կհայտնվեն են, որ խրոնոմետրաժ են հաշվում, ու կտեսնեք, որ Ariana Grande-ն երևի ավելի շատ է էկրանին հայտնվում, քան Սինթիա Էրիվոն, ու ուզում էի հենց Սինթիա Էրիվոյին անդրադառնալ, Wicked 1-ը, կարող է այս պահից սկսած արդեն ասենք, որ սպոյլերներ կարող եք ակնկալել, որովհետև հիմա ինձ թվում է քննարկումը սկսենք ու խառը խոսանք համ առաջին, համ երկրորդ ֆիլմից։ Թե առաջ ինձ թվում է այս ֆիլմը տենց լավ կստացվի։ Ես կուզեմ հենց առաջինից սկսեմ, ինձ շատ էր դուր եկել անցյալ տարի, բավականին անսպասելիորեն առաջին ֆիլմը ու շատ էր դուր եկել Սինթիա Էրիվոյի performance-ը։ Իմ կարծիքով անարժան Օսկարի գողություն եւ հափշտակում իրենից ու անարժան Օսկարի հանձնում ուրիշ մեկին մեր ընկերները որ նայեն բան կանեն կռիվ կանեն հետո հետս այն հեյթի պահը
Հա, կոմենտներում գրեք, որ ոչ Օսկարը արժան։ Շատ լավ performance, շատ լավ դեր, շատ հետաքրքիր կերպար, խոսքը հիմա առաջին Wiki-ի մասին է, որտեղ ու ինքը շատ, ոնց ասեմ, չգիտեմ, համով կամ դուշևներ նկարած, այդ ուսանողական կյանք, ինչ որ մեծ աշխարհի բացահայտում եւ այլն, պարզա առաջինն էլ ու առավել եւս երկրորդն էլ բավականին քաղաքականացված թվում է թե թեմաների շուրջ են, ուղղակի էս հնարված աշխարհում Այդպես ու երկրորդ մասում թվում է թե իր դերը մի քիչ հետին պլան է անցել, performance-ի կարիք բացարձակապես թվում էր թե չկար կամ բան չի փոխվել, այդպես ուղղակի ուզում եմ այս cast-ի վերաբերել կոնկրետ իր մասին։ Դե Արիանա Գրանդեն շատ լավ է խաղում այստեղ, ավելի լավ քան առաջինում, ուղղակի խնդիրը իմ կարծիքով նա է, որ ինքը պարզապես ինքը իրեն է խաղում, ես ինչքան հասկանում եմ ինտերվյուներից եւ այլնից, Արիանա Գրանդեն մոտարպես sense մարդ է, պլյուս մի քիչ էլ ջղայն ու չար, որովհետեւ որ տարբեր ինտերվյուներ ես լսում, տենց կռիվ անում սրա նրա հետ եւ այլն, բայց հա, Արիանա Գրանդեն օրինակ դուրս շատ եկավ այս ֆիլմում։ Հենց ես էլ այդ մասին խոսամ, հա, Ariana Grande-ին ես որպես երգչուհի շատ եմ սիրում, հատկապես Weekend-ի and Save Your Tears իրանց remix-ը։ Weekend 2։ Հա, Weekend 2, հատկապես իրանց են տարբերակը, որ երկուսով են երգում, ինքը ուղղակի շատ իր ձայնը ինձ շատ ա դուր գալիս, որտեղ զգում ես, էլի, այս մարդը շատ լավ է կարողանում երգի։ Իրականում, երբ որ իմացանք, որ Ariana Grande-ն է խաղալու այս դերի համար, մի քիչ զարմանալի էր, սենց ասեմ, չգիտես էլ ինքը ոնց խաղա, որտեղ որպես երգչուհի իրան շատ ենք սիրում եւ այլն, բայց ես իրան ֆիլմում որպես սենց performance ֆիլմային առաջին անգամ sense տեսել էինք Don't Look Up-ում, երբ ինքը այնտեղ պրեզիդենտի մոտ պետք է մտնեն եւ այլն, ինչ որ այդտեղ իր այդ ինչ որ շատ տոքսիկ ինչ որ պերսոնաժեր ու կար շատ sense մի քանի րոպեանոց, այտենց էի ֆիլմ։ Ինքը հենց Ariana Grande-ն էր ոնց որ Change թվում է հայտնի երգչուհի նմանատիպ ինչ որ բաներ, ինչն էր հետաքրքիր, այդ տեսակ է իրեն տեսողությունը, որ այս տեսակի գրանձիոզնի ֆիլմում, որը ամբողջ աշխարհը մասշտաբն է, կանենց փողեր բերի, որ տարվա գլխավոր փող բերած ֆիլմերից մեկը պետք է լինի եւ այլն, չենք տեսել, բայց արի ու տես, որ չէ։ Ու այսպիսի մի բան ասեմ, ես էլի շատ թերահավատորեն էի երկրորդին գնում, որովհետև հիմնականում տեսեք ոնց է ֆիլմերի երկրորդ հատվածները իրանք հիմնականում Օսկարի նոմինանտ չեն լինում, հատկապես դերասանները նոմինանտ չեն լինում երկրորդների համար, բայց ի զարմանս ինձ, որ ես ընդհանրապես այս տեսակի կարծիք ունենալու հակում չունեի, Ariana Grande-ն իրականում այս ֆիլմում շատ լավ է խաղում, ես իրան հատկապես ես իրան տխուր չէի պատկերացնում, իսկ թվում է ինքը միշտ ցանցար դեմքով է, ու ինչ որ իր այդ տարօրինակ վիճակներով, հատկապես այն պահը, երբ որ գալիս էինք հասկանում ա, որ Jonathan Bailey, չէ՞, ճիշտ եմ ասում, պերսոնաժը նու իրան չի սիրում, արդեն սպոյլերները արել ենք, իր այդ ժամանակվա խաղը, իր հիասթափությունը եւ ինքը իր հանդեպ թերհավատությունը եւ այլն, այդ ժամանակ ու հատկապես ֆիլմի վերջին հատվածում, որտեղ ինքը եւ Էլֆաբան կոնֆրոնտացիա են ունենում, բայց հետո բարեշում են, այսպես ասած, այդտեղի իր պերֆորմանսը նույնիսկ ինձ համոզեց, որ միգուցեև այս տարվա supporting actress-ի Օսկարը հենց Ariana Grande-ինն է։ Դեպի վերջ շատ ավելի լավ, ամեն հաջորդ հատվածում, հա, մի մոտեր էր տես։ Ֆիլմը ավելի dark էր, ավելի մութ էր, այն առաջինի մեջ են ուրախ են ջահելական հենց քո ասած ուսանողական այդ կայֆերը եւ այլն, տենց իրանք բավականին քիչ էին, այս մեկը հատկապես Էլֆաբայի իր այն տեղերը, որ մութ ինքուր որ գնում էր եւ այդ ամեն ինչը ինձ ավելի դուր եկավ։ Իրականում խնդիրը նրանում է, որ ֆիլմը թվում է թե ասում է ու անում է այն ամենը, ինչ առաջինը արդեն արել է։ Ես օրինակ ոչ մի նոր բան այս ֆիլմում, այսինքն ասելիքը լրիվ բարձր էր, ինչ առաջինում լրիվ հասկացրել էին ինչն է խնդիրը, մաս մեդիան բոլորի կառավարումը, թվում է թե առաջ չանցան դրանից այս ֆիլմում, ու ես մի որոշ ժամանակ բավականին ձանձրացած էի ու սպասում էի թե երբեն ցույց տալու Ariana Grande-ին։ Երբ գալու վերջին ակտը։ Ու եթե հիշում
հիշում ես մի հետաքրքիր բան եղավ, ինչ որ sense դրամատիկ վիճակն ու երգել են, ինչ որ բան ա եղել, մեկի ասում էի, վայ մենակ հիմա ինքն էլ չսկսի երգել, ու սկսում էր երգել։ Ոչ եմ, այդ տեսանկյունից ֆիլմը իմ համար նահանջ էր, էլի, բայց պերֆորմանսների տեսանկյունից, նու չասեմ Սինթիա Էրիվոն, որովհետև թվում է թե այնտեղ արդեն արել էր ամեն ինչ ու այստեղ ավելի չէր կարող ավելի չարեց, այստեղ մի քիչ այլ պերսոնաժներին էր տեղ շատ տված։ Ջեֆ Գոլդբլումի պերսոնաժը այստեղ ահագին խաղալու տեղ ուներ։ Միշել Եոն ինձ թվում է ոչ մի բան չարեց իրականում, բայց իրան պետք չէր տալիս ֆիլմը շատ ուրիշ դեմքային էլի մի տեսակ։ Տենց Արիանա Գրանդեն այս ֆիլմի միանշանակ հաղթողն է ինձ թվում է։ Իմ համար երկու հատ լավ բան էր ֆիլմում։ Նախ ֆիլմը որպես գեղեցիկ նկար, հա, այնտեղ շատ գույներ կային, ճիշտ է, ոնց ասեցիր, էլի ավելի խամրած համեմատած առաջինին, բայց օրինակ այդ ժոլտի կիրպիչնի դարոշկան են բազում ծուլպանները, որ շարված են եւ այլն, ու դերասանները, այսինքն դու նայում ես, հասկանում ես, կոպիտ ասած հավատում ես, էլի, հա, տարօրինակ սեթինգ է, բայց այնտեղ հավատում ես, որ կենթանիները կարան։ Հա, ոչ մի որպես խաղ, ոչ մի խնդիր չկա։ Որպես պերսոնաժներ, օրինակ շատ հարցեր ա մոտս առաջանում։ Նույն Էլֆաբան, որ մի կես ֆիլմ նախորդ ֆիլմում, ու այս ֆիլմը ամենասկզբից ասում է, որ օզը վատնա, էս այնա, տիպը ես պետք է իրան ռազաբլաչից անեմ, եթե հիշես մի երկով այդ խնդիրը լուծում է, որ գնում են երեքով երկում, ասում է, հա, դե մենակ պետք է կենթանիների հարցը լուծես, տիպը սենց ինչ-որ բան, ու կորում է, հետո տեսնա, որ կենթանիները կլույտկոյի մեջ են, էլի հետ է մտափոխվում։ Օրինակ իմ համար շատ մեծ դիսոնանսներ էին առաջացնում սիտուացիաները, որոնք որ մի սցենայի մեծ հաշվով ընթացքում կամ մի 10 րոպեվա ընթացքում նույն պերսոնաժները 10 անգամ իրար նկատմամբ վերաբերմունք են փոխում։ Մեկ կռվում են, մեկ գրկվում են, մեկ էլի կռվում են, մեկ վայ դու ինձ դավաճանեցիր։ Շատ տարօրինակ է։ Նայ դու այդ ասեցիր, բայց հենց այդ տեսարանը, երբ որ Սինթիա Էրիվոնը Արիանա Գրանդեն ամեն ինչ գցում են մի կողմ ու սկսում են աղջկական ինչ-որ կռիվ, չէ՞, այն որ այդ տեսարանը ինձ շատ դուր եկավ, որովհետև ֆիլմից շատ դուրս էր մի տեսակ։ Ֆիլմում ամեն ինչ շատ դրամատիկ է, շատ տխուր է եւ այլն, բայց ըստեղ ինչ-որ իրան կարելի ասել ինչ-որ ցանցառավարի կռիվ են սկսում ու հենց այդտեղ էլ ինձ Արիանա Գրանդեի խաղը շատ դուր եկավ, որովհետև ինքը ոնց որ այդ աղջկական ինչ-որ այդ վիճակները բավականին սիրուն ցույց տվեց ու այստեղ նաեւ մի քիչ բացվեց Էլֆաբան, որովհետև ինքը հենց ֆիլմի սկզբից արդեն շատ վատ վիճակում է, ինքը արդեն իզգոյ է, ասենց ասած եւ այլն, բայց այստեղ էլի ինչ որ սենց ժպիտ է գալիս իր դեմքին, ինքը սկսում է ինչ որ կռիվ անել եւ այլն, բան ու հասկանաս որ կռիվը իսկական կռիվ չի եւ այլն։ Այդ տեսարանը ինձ շատ դուր եկավ, ճիշտն ասած մի քիչ ափսոսանք եմ զգում նրա համար, որ Արիանա Գրանդեն սփորթինգի համար է գնալու, ինձ թվում է այնտեղ էլ շանսեր չեր ունենա, այս տարի ոչ մեկ շանս չունի, թվում է թե, որովհետեւ Ջեսի Բակլին արել այդ թվում է թե ոչ մի բայց եթե ֆրոնտ ռաներ ինքը այնտեղ լիներ լիդինգի նոմինացիայով ավելի հետաքրքիր կլիներ մի քիչ անարդար է ինձ թվում բայց Սինթիա Էրիվոն գիտես ինչն է հարցը ինքը շատ կոլորիտային կերպար է եթե ուշադրություն դարձնենք նրա ինչ որ այստեղ այնտեղ հայտնվելուն եւ այլն ինքը շատ հետաքրքիր ձևի է ու զգում ես ինչքան մարդ է իրանով հետաքրքրված ինքը ինչ որ գալիս է մետրոնոց եղունգներով ինչ որ sense շատ տարօրինակ հագուստներով բան բայց sense զգում ես որ ինքը հավաքում է այդ մարդկանց էլ ինձ չգիտեմ կարող է հենց դրանով է պատաժությամբ է հավաքում կամ տարօրինակությամբ է հավաքում չգիտեմ բայց ուղղակի նա չգիտեինք այդ տեսակի մեջ մինչև այս ֆիլմը էլի թվում էր թե ով է Սինթիա Էրիվոն որ sense մեծ ֆիլմ է մի հատ Հարիետի նոմինացիա ունի 19 տվին այդ ֆիլմը երևի ոչ մեկ էլ չի նայե ես առաջի անգամ այսօր լսեցի վստահ եմ որ իմ ընկերների մեջ մենակ ես եմ նայե այդ ֆիլմը կորոնայի ժամանակ էր տենց փակված նայում էինք մի խոսքով բայց ինքը ունի այդ վիճակը էլ ինձ թվում է էլի կտան նոմինացիա բայց ինձ թվում է պետք չի դե նոմինացիա եւի կտան, բայց դե ստանալուց պիտի նախորդի համար ստանար ամեն դեպքում, այնտեղ իմ կարծիքով կար performance ու իմ կարծիքով կար ավելի լավ performance, քան ով հաղթեց, ես սա ասացի ու չեմ հոգնելու կրկնեմ, բայց համաձայն եմ, հա, բայց դե Արիանա Գրանդային էլ դնել այդ գլխավորի համար ինչ իմաստ կա, եթե մանավանդ շանս էլ չկա հաղթելու։ Վերադառնալով ֆիլմին Ես sense մի հատ հետաքրքիր բան նայեցի, դա օրինակ իմ համար ակնհայտ շատ ավելի թույլ էր երկրորդ մասը, քան առաջինը։ Ու մեկ էլ ընդհանուր առմամբ, այս երկրորդ ֆիլմը թվում էր թե ինչ-որ դապալնենիա ոնց որ լինի, Wicked 1-ի ու Волшебник страны Oz-ի։ DLC, հա։
downloadable content, հա, որովհետև օրինակ տես նաև մեզ ցույց տվեցին Էլիին կողքից, Ժելեզնի Դրավասեկին կողքից, Պուգլային կողքից, ու սենց իրանք սենց կողքը ֆոնին կային, ու ոնց որ հավելյալ ինչ որ պատմության էս մյուս տեսանկյուն լիներ, չնայած հենց մյուզիկլը ինքը Wicked-ի տեսանկյունից պատմությունն է պատմում, բայց չգիտեմ, դա էլ օրինակ իմ համար մի փոքր ավելի երկրորդ վտարիչն է տվեց այս ֆիլմին էլ։ Նայ դու նենց բան ասացիր, որ ես հիշեցի, որ այդ content-ի շուրջ խոսալիք ունեի ու չէր գալիս մտքից։ Նայ հենց Դորոթին, որ հայտնվում է, բոլորս գիտենք, բոլորից շատ հայտնի Դորոթին, այն 39 թե 38 ֆիլմից այդ կերպարը, ով հայտնվում այստեղ, ի վերջո այս ֆիլմում ինքը հայտնվում է, բայց իր դեմքը ցույց չեն տալիս։ Նու այստեղ պարզ է միլիոն տեսակի ինչ որ հիմնավորումներ եւ այլն կարա լինի եւ այլն, բայց այս ինձ դուր չի գալիս, որովհետեւ դու ինքնին արդեն ֆիլմում ինչ որ կիսատ բան ես թողում։ Օրինակ, այս հենց այն է իմ համար, ինչը Air-ում Մայքլ Ջորդանն էր։ Երբ որ Մայքլ Ջորդանի դեմքը ընդհանրապես ցույց չէին տալ, ինչ որ տղա էր գնում գալիս, թիկունքից էին միշտ ցույց տալին գլխավոր դերերում նրա մայրն ու հայրն էին ու մորը խաղում էր իմ հիշելով Վայոլա Դեվիսը, տենց եմ ես հիշում։ Ոնց որ չէին։ Մի խոսքով հստակ չենք ասում։ Այդ պահը արդեն դու, չգիտեմ, օրինակ ինչ ես մտածում, դու ֆիլմը նկարում ես, ինչ որ կերպար կա, ում դեմքը երբեք ցույց չես տալիս, ինչի պատճառը այդքան էլ հայտնի չի։ Օրինակ ըստ քեզ ինչի իր դեմքը ցույց չեն տալիս։ Դե ես իրականում այդ պահին ուղղակի մտածում եմ ցույց չեն տալիս, որպեսզի ուշադրությունը չշեղվի դեպի փաստացի օրիգինալ գրքի գլխավոր հերոսի, ու ես եթե անկեղծ մի քիչ ավելի շատ կուզենայի նույնիսկ այս ֆիլմում տեսնել Դորոթի կամ Էլիի, նայած ոնց է կարդացել, հատված։ Ինքը միշտ sense կողքից էր ու կողքից էին ցույց տալի, բայց ես կուզենայի գոնե ինչ որ դրվակ, ոնց են իրանք կամ օրինակ ոնց է ինքը Պուգլային հանդիպում, չնայած Պուգլային հանդիպելը ուրիշ պատճառներով մեզ վերջում են ցույց տալի, բայց բոլորն է բնականաբար հասկացել էին ինչա տեղը, ոնց է ինքը Ժելեզնի Դրավասեկին հանդիպում, օրինակ թվում է թե շատ փոքր է որ գիրքը կարդացել ու շատ փոքր է որ մուլտերն էին, լավ չեմ հիշում, բայց իմ հիշելով Ժելեզնի Դրավասեկը ջղայն ու կատաղած չէր, ոնց որ ստեղ են ցույց տվել, Պուգլան ոնց որ դեբիլ էր, առյուծը վախկոտ էր, հա, ստեղ կապեցին բոլոր այդ կերպարներին Սինթիա Օրիվոյի, հա, Wicked-ի կերպարի հետ, բայց այդ քո ասած հարցի շուրջ ես կարծում եմ, հա, որ ուշադրությունը չգրավեին, բայց օրինակ իմ համար շատ ավելի հաճելի կլիներ, եթե մի քիչ ուշադրություն գրավեին ու մի քիչ story-ի այդ մյուս տեսանկյունն էլ ցույց տային։ Այստեղ թվում էր թե ինչ է, ինքը Էլֆաբան գալիս է, իրան բռնում է եւ այլն, բայց մենք գիտենք, որ Էլֆաբան վատը չի, բայց իրան բռնել է որ բաշմակները իրան տա ու Դոմ քրոջ բաշմակները։ Ու հենց այդ տեսարան արդեն ձևական էր թվում, որովհետեւ ինքը ոնց որ նրա աչքում ձևական վատն է ուզում երևա, ու ձևական վատնա ուզում է ու մենք նայում ենք հասկանում ենք որ ձևական է ու Դորոթին էլ կարող հասկանար ու այն պահը երբ որ ցույց է տալիս ոնց է ջուրը լցնում իրան ստվերներով եւ այլն արդեն սենց մի տեսակ անհասկանալի էր բայց մինչեւ այդ այն կադրն եմ ես ուզում վկայակոչել երբ որ պատեր ու երկու կողմում Էլֆաբան ու Գլինդան էին հա դա շատ սենց մեդիայում էլ եմ ես ուսումնասիրել բավականին մեծ արձագանք հաստատել դա շատ սիրուն կադր է ոնց որ երկու կողմից պատը բաժանած ես հենց ֆիլմը նայում էի միանգամից կինոթատրոնում երբ նայում էինք միանգամից հիշեցի Ժան-Լյուկ Գոդարի Կինը մնում է կին ֆիլմը որտեղ հենց այդ նույն ձևի կադր կա մեջտեղը պատնա տղամարդը այս մասում ինչ որ գործ անում կինը այս մասում ուղիղ բաժանած է չգիտեմ միգուցե ինչ որ ռեֆերենս կա դրան իդեպ կինոթատրոններից խոսեցինք մեր համար նորություն չէր բայց դեռ այդ էքսպերիենսը չունեինք այսուհետ բոլոր ֆիլմերը հայկական սուբտիտրերով են գնում ինչը բավականին հետաքրքիր է չգիտեմ նու այս պահի դրությամբ դեռ բավականին զավեշտալի է բայց հուսանք կաշխատեն այդ ուղղությամբ ու կլավացնեն այդ թարգմանությունը դե թայփոմայփոների հետ խնդիր չկա բայց ինձ թվում է շատ արհեստական է ստացվում երբ շատ գրական ոսկեղենիկ հայերենով ինչ որ տեքստ ենք տեսնում կամ առավել եւս ինչ որ բան ենք լսում երբ ֆիլմերը դառնան այդպեսին ու մենք գնանք կինոթատրոն նայելու ինձ թվում է նես դիսոնանսը առաջացնելու ուղեղներում ես որ իմ կարծիքով Wicked-ում
Էդի օքեյ էր։ Wicked-ում օքեյ էր։ Wicked-ում օքեյ, օրինակ, բայց ես Rush Hour-ում օքեյ չի լինի։ Հիմա որ պատկերացնում եմ, օրինակ, պատկերացնենք, որ Irishman-ն են գնացել նայելու ու Irishman-ի կերպարները խոսան այդ տեսակ մի քիչ բավականին այնպես որ վկայակոչում, ոնց ասում, մենք հիմա փորձում ենք ոնց են այդ նախադասությունը ասում վկայակոչել չէ։ Ոբշեմ կոչ ենք անում բոլոր կինոթատրոններին եւ այլն, մի քիչ ավելի տնավարի անել էս ամեն ինչը, որովհետեւ խնդիրը կլինի միանշանակ։ Դե գուցե իմաստ կա գրական, որպեսի մենք հայերս մի փոքր ավելի գրական գուցե խոսանք, բայց նաև պետք չի կինոն հեռացնել հասարակ մարդուց։ Իմ կարծիքով դու արհեստական բարիեր ես ստեղծում, օրինակ, երբ հմեկով Supernatural-ն էի նայում, հմեկն էր թե որն էր հայերեն թարգմանած, տենց վատ կոնտենտ ես կյանքում չեմ, ոնց կարան ձեմններին հետապնդող բարձրագույն ընդհանրապես կրթություն չստացած երկու ջահել բան միջին ստատիստիկա ամերիկացի այդպես խոսեն, այդպես խոսեն։ Արդեն դու ես էլ անցնեմ, հա։ Դե էլի եմ ասում, ինձ թվում է պետք է ուղղակի իրանք ֆիլմերը դասակարգեն, հասկանան որ ֆիլմը ոնց, հա, Wicked-ը դրա համար օքեյ, ինքը հեքիաթ է, ինչ որ վիճակներ է, տենց եւ այլն բան խոսքի մտածում եմ King's Speech ֆիլմն էլ կարելի է այդ ձևի թարգմանել ինչ որ չափով ու էլի տենց Այսինքն Տիտանիկում Ջեյքի խոսակցությունները երևի չարժի տենց թարգմանել։ Այսինքն պետք է այդ տարբերակումը ամեն դեպքում մտցնել։ Զուտ հիմա մի տեսակ ֆիլմի ոնց ասեմ, ոնց որ դու ասիր ինքը ավելի շատ լրացուցիչ մաս էր առաջի ֆիլմին, ես շատ ավելի վատ սպասումներով էի ֆիլմին գնում ու ֆիլմի առաջին ժամուկեսը մոտավորապես արդարացնում էին իմ սպասումները։ Կարար չլիներ։ Հա, բայց ինչպես եւ շատ հաճախ լինում է, ֆիլմի վերջին 20 րոպեն շատ հարցեր տեղադրեց ու շատ հարցեր լուծեց։ Վերջին 20 րոպեն ես արդեն sense կլանված նայում էի, որտեվ հետաքրքիր էր թե ի վերջո ինչ է լինելու, այս կերպարի հետ ինչ է լինելու, այն կերպարի հետ ինչ է լինելու ու թվում է թե կարողացան այդ հարցը ինչ որ չափով իմ աչքերում լուծել։ Հա։ Այ կերպարների հետ էլի վերադառնանք, քո ասածի հիման վրա, այս կերպարի հետ ինչ է լինելու, այն կերպարի հետ ինչ է լինելու, ինձ թվում է բացի գլխավոր կերպարներից ոչ մեկի մասին էլ խոսք չգնաց։ Օրինակ Էսի եւս իմ նկատած հա մինուսներից իմ համար սիտուացիա ստեղծում, որտեղ այդ տղայի սիրտը բոկ, հա չեմ հիշում անը, բոկ, սիրտը պիտի ոչնչանա, Էլֆաբան իրան փրկում է, սարքելով այդ մետաղական բանը, ու մենք նաեւ պատճառաբանություն ենք իմանում, թե ինչի ժելեզնի դրավեսեկը սիրտ չի ունենում, հարց չկա։ Այդքանով ժելեզնի դրավեսեկի սյուժեն վերջանում է, մեկ էլ մի պահ հայտնվում է, որ երկա որ գնանք բռնենք վհուկին բան, ես վհուկ եմ ասելու այդ ծիտրերի պատճառով, վհուկ ու սենց կատաղի իր դեմքնեցը ու վсё այդ պատմությունը ուր գնաց ինչ եղավ դրա համար եմ ասում օրինակ եւս մի 10 րոպե կարելի էր այդ 1.5 ժամը դեմի որ իրոք երկուս էլ ձանձրանում էինք մի ժամ սարքել ու 20 րոպե գոնե ժամանակ տալ դորեցիի եւ այդ մնացած բաների պատմություն օրինակ ինչ եղավ ժելեզնի դրա ստացավ սիրտը չստացավ դեբիլա օրինակ շատ սիրուն կլիներ եթե Պուգլն ամեն ինչ մոռացած լիներ քանի որ ինքը ուղեղ չուներ Պուգլը ստրաշլա չեմ հիշում ամեն ինչ մոռացած լիներ իրան վալշեբնիկը ուղեղ տար դե գրքում էլ է էլի այդպես ոնց են դա վաշեն հա ամեն ինչ այ այդտեղ տար այդտեղ ինքը հիշեր ինչ որ ավելի չգիտեմ ոնց ասեմ հեքիաթային ու ավելի կինոյի նման ինչ որ սիտուացիաներ կլինի իսկ այստեղ մեզ մտցնում են բազում պերսոնաժներ առաջին ֆիլմից ու թվում է թե չեն հասկանում ինչ այդ պերսոնաժների հետ անեն երկրորդ ֆիլմում ու իրոք չեն հասկանում ինչ անեն դե տես հիմա եթե մենք խոսում ենք Օսկարի Best Picture contender ֆիլմի մասին ես ուղղակի գտնում եմ որ այս անգամ Wicked for good-ը թվում է թե իրականում հա չպետք է ինքը Best Picture-ի նոմինանտ լինի բայց ինձ թվում է լինելու է բայց տեսեք եթե դու ունես ինչ-որ ֆիլմ որտեղ ունես նոր ստեղծված մի քանի պերսոնաժ այսինքն դու հույսը դրել ես հիմա ամբողջությամբ այն ֆիլմի վրա այն 39 թվի ֆիլմի վրա, որովհետև մենք գիտենք ինչ է այնտեղ տեղի ունեցել, չէ, այն ովքեր են այդ դրավասյեկը, տիպը մենք իմանանք ինչ է այդպես գիտեք, բայց դու ֆիլմ ես ստեղծել, ինքը պետք է ամբողջական մի օրգանիզմ լինի, դու բացավարտ, այդպեսի այն բացավարտը չի, ինչ որ մենք գիտենք բացավարտները ոնց են ֆիլմերի վրա անդրադառնում ու էսի ուղղակի կիսատ է։ Դու ֆիլմը ստեղծել ես երկու կերպարի շուրջ, բայց բերել ես մի քանի sense կողմնակի բաներ, որոնց ավարտուն ոչ ավարտուն լինելը
մեր մոտ լիքը հարցեր ա թողում։ Ամեն ինչ հասկացանք Էլֆաբայի գծով, թվում է թե ամեն ինչ հասկացանք Գլինդայի գծով, բայց այնտեղ մնացածը չհասկացանք։ Վալշեբնիկի ինչ եղավ, հա, օքեյ, գնաց, բայց գոնե մի հատ ցույց տվեք։ մի հատ հասկանանք ինչ եղավ։ Արդյոք գնաց ու գնաց, всё։ Բայց սա պարզ գիտեք որ հաջորդ չեն նկարելու, էսի արդեն այսքան լինելու է։ Ու դրա շուրջ էլ լիքը խոսակցություններ եղել, թե խի են երկու մասի բաժանում, որտեվ ինքը ինչ որ միտք ա եղել, որ դաժե մի ֆիլմ կարա լինի, հետո ինչ որ միտք ա եղել, որ 3 ֆիլմ կարա լինի, բայց սենց են սահմանափակվել։ Մի խոսքով, այս կերպարների ոչ ավարտուն լինել իսկականից ֆիլմի մեջ լիքը բացեր ա թողում, որովհետև հա, օքեյ, տեսնում ենք 3-ով 4-ով քայլելով գնացին, բայց էսի նշանակում է, որ դե լավ, այն ֆիլմը կնայեք կհասկանաք։ Սենց ֆիլմ չեն անում։ Համաձայն։ Դե հենց այդ այնց բաներն են, որ ստիպում են մտածել, որ սա պարզապես ուրիշ բաների հավելում է, այն որ գրում ես, իմ հոդված ես գրում, հետո գրում դիպլոմային ես գրում, հետո գրում ես հավելված, ու ինչ որ ինֆո ես տալիս, որը որ կարար եւ չլիներ, բայց օժանդակում է։ Ու իմ համար էս Wiki 2-ը լավ, եւի անցնենք կարծիքներին, հա, մեր իմ կարծիքը հենց դա է, որ ես այս ֆիլմը կանվանեմ ուղղակի հավելված լիքը ուրիշ հետաքրքիր ու գեղեցիկ պատմությունների, Wicked 1-ը շատ էր դուրս եկել, The Wizard of Oz-ը, չգիտեմ, մեր մանկության, ստենու, կարող է մեր մանկության Волшебник Изумрудного города, որը ռուսական պերիկլատկան է, հա, Վոլկովի կարծեմ, բայց ամեն դեպքում էս ամեն ինչը, հա, մենք գիտենք այդ պատմությունը եւ այլն, բայց պատմեք, դուք ֆիլմ եք նկարել, երկու մասով ֆիլմ եք նկարել, այն անիմաստ պրասևշի առաջի 1.5 ժամ ավելի խիտ սարքեք, մի կես ժամ պատմություն ավելացրեք։ Ընդհանուր առմամբ, եթե sense ընդհանուր նայենք, ինձ թվում է ֆիլմը դուրս եկավ, բայց ամենայն հավանականությամբ դա նրա պատճառով է, որ ազդեցությունն էր առաջին ֆիլմի, նույնիսկ առաջին ֆիլմի ազդեցությունը իմ այս երկրորդ այդքան լավն եմ ես համարում, որ ազդել է այս երկրորդ ֆիլմի վրա, ինչ ասեմ, երևի եթե այս ֆիլմը չլիներ ու ես չտեսնեի, երբեք չէի մտածելու ոնց բա երկրորդ մասը ինչի չեք հանել, որովհետև նույնիսկ այդպես, եթե դուք թողում եք նրա վրա, որ մենք մեկա գիտենք պատմությունը, թողեք այդպես, այսինքն մենք Wicked 1-ը նայեցինք ու մենք մնացածը մեկա գիտենք պատմությունը, ու Wicked 1-ը в принципе ավարտուն մտքով ֆիլմ է։ Կարծիքա այդպեսին է։ Իմ մոտեցումը մի քիչ ավելի զուսպ է, քան քոնը, բայց կապված է ուրիշ բանի հետ։ Ես ինձ հենց զսպում եմ։ Էսի մի քիչ ուրիշ բանի հետ է կապված, որովհետև այս առաջինը նենց չի որ նենց եսի ինչ տիպի հավանել էի, ոնց որ դու ես հավանել։ Դրա համար այս մեկին իմ մոտեցումը այդքան էլ շատ ժոստկի չէր, սենց ասած։ Իմ համար ինքը մոտավորապես նույն ֆիլմն էր, ուղղակի երբ որ դու մի բան արդեն մի հատով ասել ես, երկրորդով ասելը արդեն ավելի է գցում, ավելի է իջացնում երկրորդ ֆիլմը, հետեւաբար այո, ինքը ավելի դե վատը չասենք, զիջում էր առաջին ֆիլմին, իր զուտ իր ասելիքով եւ այլն, բայց պերֆորմանսների տեսանկյունից ավելի առաջ էր գնացել, ինձ թվում է, նու հատկապես ոչ գլխավոր կերպարի, այլ մնացածի։ Դե հա, Էլֆաբայի տեսանկյունից չէր գնացել, մնացածը համաձայն են, որ նու մեկ էլ Միշել Եոն էր, տենց որը դե պերֆորմանսը եւի կերպարն էլ էր կարևոր չի ինքը, հա։ Այսպես։ Հա, այդպես։ Դե, եթե դեռ ժամանակ ունեք ու դեռ կինոթատրոններում կա գնացեք նայեք, իսկ երկանկյունին այսօր այսքանն էր։